Մեր հաղորդումները բազմաբնույթ են եւ ոչ միայն սպորտային։ Եվ ասեմ, որ Կալիֆոռնիայում տեղի են ունենում բազմաթիվ ավտովթարներ։ Հենց այդ պատճառով էլ հիմա կտեղափոխվենք Գլենդել։ Կունենանք հարցազրույց Գլենդել Law Group-ի հիմնադիր Վիլեն Խաչատրյանի հետ, ով մեզ կտա մեծ ինֆորմացիա ավտովթարների արդյունքում բոլոր հարցերին պատշաճ կերպով լուծում տալու համար։ Երեխան վախի զգացում ունենալուց մամա է գոռում։ Հանցագործի զոհը դառնալուց հետո Միացյալ Նահանգներում բոլորը միանգամից գոռում են պոլիս։ Իսկ ավտովթարի դեպքում, երբ ընկնում ես ավտովթարի մեջ, վերցնում ես հեռախոսը եւ զանգարում ես միայն Վիլեն Խաչատրյանին։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ։ Եթերում Վիկտոր Ղուկասյան Brothers հաղորդաշարն է։ Ձեզ հետ է Հովհաննես Ղուկասյանը։ Սիրելի բարեկամներ, այսօր մենք այցելել ենք Glendale Law Group, որը գործում է 10 տարուց ավելի եւ հնարավորություն ունենք հարցազրույց ընդունելու Glendale Law Group-ի հիմնադիր իրավաբան Վիլեն Խաչատրյանի հետ։ Ողջույն, պարոն Խաչատրյան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Պարոն Խաչատրյան, այսօր շատերը ինֆորմացված չեն ավտովթարի ընթացքում ինչ քայլեր պետք է իրականացնել, այ կխնդրեի ներկայացնեիք ինչ է կարելի անել եւ ինչ չի կարելի անել եւ ինչու նրանք պետք է դիմեն հենց ձեր իրավաբանական ընկերությանը, այլ ոչ մի այլ իրավաբանական ընկերությանը։ Ես կարող եմ ասել, որ մենք մեր իրավաբանական գրասենյակը վերջի 10 տարիների ընթացքում շատ մեծ հաջողությունների է հասել, ներկայացնելով հազարավոր վթարի ենթվար քաղաքացիների, դիմելով մեզ դուք ձերբազատվում եք բոլոր խնդիրներից, ձեր փոխարեն մենք ենք միջամտում։ Այն պահից, երբ որ դուք գալիս եք մեր գրասենյակ, ձեր միակ խնդիրն է, որ դուք ձեր բժիշկների հետ սերտ համագործակցեք եւ իրանց բոլոր այդ ռեկոմենդացիաներին հետևելով օգնեք մեզ, որպեսզի առավելագույնս կարողանանք ձեր վթարի դիմաց փոխհատուցում ստանանք։ Շատերը կարծում են, թե հենց իրենց մեղավորությամբ է տեղի ունեցել ավտովթարը, բայց իրականում դա այդպես չէ։ Ինչ խորհուրդ կտաք, ինչ քայլեր կարող են անել այդ բարակայում։ Ընդհանրապես սխալ ճիշտ լինելը դա շատ հարաբերական է եւ մենք դրանով ենք օգտակար, որ կարող ենք այդ հարաբերական դաշտում աշխատելով ապացուցենք, որ դուք սխալ չեք։ Դա արդեն փորձառությունից ելնելով, մեր տարիների փորձառությունից ելնելով մենք կարողանում ենք որոշ պարագաներում ապացուցել, որ դուք սխալ չեք։ Ուստի անգամ եթե վթարային վիճակի մեջ եք եւ ձեզ թվում է, որ դուք 100% սխալ եք, բնական է, որ երբևիցե սխալը չենք ընդունում եւ դիմում ենք իրավաբանին, իրավաբանը արդեն ստապ դատում է եւ գտնում է եւ հասկանում է հնարավոր է որոշ պարագաներում այդ եզրույթները գտել, որի հիման վրա դուք սխալ չեք լինի։ Պարոն Խաչատրյան, կուզենայի խորհուրդ տայք այն մարդկանց, ովքեր գտնվում են ղեկին։ Որևէ մեկը ապահովագրված չէ վթարներից, վթարները պատահում են եւ ստատիստիկորեն ամեն տարին կամ 2 տարին վթար է լինում եւ այդ վթարի պարագայում է կարեւոր որպեսզի արդեն դուք ոչ թե մտածենք վթարի մասին, այլ վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ քայլերի դիմեք եւ առաջի քայլը հենց դիմել իրավաբանին եւ իրավաբանի միջոցով ստանալ այդ օժանդակությունը, որը որ ձեզ հարկավոր է, որպեսզի դուք վերականգնվեք ձեր վթարից, վերականգնեք ձեր մեքենայի հետ կապված խնդիրները եւ բնականաբար, երբ որ մարդը վթարի մեջ է լինում, այդ պահին անհրաժեշտ չէ, որ հենց նույն պահին դուք զգաք որևէ ցավ կամ որևէ անհանգստություն, որ կարծեք, որ վթար եք ստացել, ընդհանրապես, երբ որ վթարի մեջ եք լինում, ձեր ողնաշարը որոշ փոփոխությունների է ենթարկվում, այդ ցավը շատ հնարավոր է, որ օրեր, ամիսներ, անգամ տարիներ հետո գլուխ բարձրացնի եւ դրա համար է կարեւոր, որ յուրաքանչյուր վթարից հետո մի հատ բժշկին դիմեք եւ բժշկի օգնությամբ կարողանաք փորձեք հասկանալ ինչ չափի վնաս եք ստացել եւ մարմնական վնասվածքների հիմնական օրենքը, որ մենք պետք է վերականգնենք, դնենք ձեզ այնտեղ, որտեղ եղել եք նախքան վթարը։ Եթե դուք նախքան վթարը չեք ունեցել որևէ ողնաշարային խնդիր, վթարից հետո ունեք որոշ ողնաշարային խնդիր, այդ բոլոր խնդիրների համար ապահովագրական ընկերությունը պարտավոր է ձեզ վճարել։ Պարոն Խաչատրյան, եւ վերջին հարցս, վթարի պահին շատերը ցավեր չեն ունենում, անցնում է 1 օր եւ 1 օր հետո նրանք ունենում են ցավեր տարբեր հատվածներում, ողնաշարի, որովայնի եւ ինչ պետք է կատարեն նրանք այդ պահին։ Բնականաբար նորից խորհուրդս այն է, որ դիմեք մասնագետի, այս պարագայում վնասվածքի մասնագետներին, բժիշկներին, քայրոպրակտորներին, միայն նրանք կարող են այդ ձեր վնասվածքի չափը
թեստինգի միջոցով հասկանան, թե ինչ կարգի վնասվածք եք ստացել եւ բնականաբար բժշկի այդ բոլոր թեստավորումներից միայն հետո դուք կարող եք հասկանալ, թե ձեր մանրական վնասվածքի չափը ինչ է եւ ինչ բուժում է հարկավոր ձեր այդ վնասվածքի դիմաց եւ որևէ պարագայում յուրաքանչյուր վթարի դեպքում շատ կարեւոր է որ այդ բժշկական օգնությունը դուք ստանաք, այդ դա լավագույնը կլինի, երբ որ վթարից հետո բուժվեք, գնաք այդ թեստինգները անեն եւ տենան, որ վնասված չկա։ Պարոն Խաչատրյան, շնորհակալ ենք։ Հուսով եմ ձեր կողմից ներկայացված ինֆորմացիաները օգտակար կլինի մեր հեռուստադիտողների համար։ Ես էլ եմ շնորհակալ այս հարցազրույցի համար, հուսով եմ վթար չեք ունենա եւ վթարի դեպքում կթողեք մեզ, որպեսզի զբաղվենք ձեր վթարի հետ կապված բոլոր խնդիրներով։ Սիրելի բարեկամներ, այսօր ձեզ համար այսքանը, ձեզ ենք ներկայացնում Whitney Ղուկասյան Brothers հաղորդաշարը, ձեզ հետ էր Հովհաննես Ղուկասյանը եւ Վիլեն Խաչատրյանը։ Եթե ունեցել եք ավտովթար, ապա ձեր մեքենայի վերանորոգումը վստահեք My Collision Center-ին։ Եթե ունեցել եք ավտովթար, ապա դիմեք My Collision Center ընկերություն զանգահարելով հետևյալ հեռախոսահամարին։ Վստահեք ձեր մեքենայի վերանորոգումը My Collision Center-ին։ Ընկերության մասնագետները շտապ կմոտենան ձեզ եւ հաշված օրերի ընթացքում կվերանորոգեն ձեր մեքենան։ My Collision Center-ը ունի հատուկ առաջարկներ Կալիֆոռնիայում բնակվող հայ մարզիկների համար։ My Collision Center, մենք գնահատում ենք ձեր ժամանակը։